Վերջին զանգ հեռուստասերիալում, որքան էլ ցանկալի լինի կենտրոնանալ այլ թեմայի վրա, այսօրվա միակ ու կարևորագույն առանցքը Անգելինան է։ Այն ճշմարտությունը, որի հետ բախվեց նա, դաժան էր, անողոք ու ոչնչացնող։ Աննան էր, որ բացեց բոլոր փակված դռները, եւ պատահական չէր, որ հենց նա, որովհետև շուտով, երբ բացահայտվի մեծագույն գաղտնիքը, որ Անգելինան հենց իր կենսաբանական դուստրն է, այդ օրն էլ ու այդ խոսակցությունն էլ, այդ շոկային վիճակն էլ կդառնան մի կետ, որին նրանք երկուսն էլ շարունակ վերադառնալու են մտքով ու հիշողությամբ։ Անգելինան չէր հավատում իր լսածին, նրա ականջներում դեռ աղմկում են Աննայի խոսքերը։ Նա չի կարողանում ընկալել իրականությունը։ Հենրին ամիսներ առաջ պարզապես իմացավ, որ իր հայրը երեխա է ունեցել մեկ ուրիշ կնոջից։ Դա էլ բավական ծանր էր, բայց Անգելինայի համար այս ամենը գալիս է կրկնակի ավերիչ ուժով։ Մի ակնթարթում նա իմացավ, որ ծնողների դաստիարակությունը եղել է սիրով, բայց ոչ արյամբ, որ Վիկտորիան ու ավագը իր կենսաբանական ծնողները չեն, և որ Հենրին իր եղբայրն է։ Աննան նայում էր Անգելինային ամբողջ հոգով լցված ցավով։ Նրա աչքերում կար շատ մեծ կարեկցանք։ Աննան գիտեր, վաղ թե ուշ այս խեղկատակությանը պետք է մեկը վերջ տար, ու եթե դա պետք է լիներ հենց ինքը, ապա թող այդպես էլ լիներ։ Երեկոյան Անգելինան վերադառնում է տուն, բայց հիմա նույնիսկ դրան բռնակը բռնելը ցավ է պատճառում նրան։ Նա չգիտի ինչպես նայել հոր աչքերին, ինչպես խոսել նրա հետ այնպես ասես ոչինչ չի եղել, ինչպես ասել ճշմարտությունը, որպեսզի նրան հանկարծ ցավ չպատճառի, որովհետև ավագն ու Վիկտորիան 25 տարի շարունակ այնքան սեր ու ջերմություն են տվել Անգելինային, որ վերջինս իրավունք չունի փոխել իր վերաբերմունքը ավագի կամ Վիկտորիայի հանդեպ։ Իսկ այդ ընթացքում Աննան ստիպված լսում է Հենդոյի մեղադրանքը, հիմա էլ Հենդոյի հերթն է։ Երբ թվում էր, թե Սոսի անվստահությունը, Լիլիթի նվաստացուցիչ վերաբերմունքը, Միքոյի սառնությունն արդեն հերիք էին, գալիս է Հենդոն ու ասում նոր մեղադրանքներ։ Կարծես Աննան է պատժվում բոլորի մեղքերի ու սխալների համար։ Նա լռում է, բայց ոչ որովհետև չունի պատասխան, այլ որովհետև հասկանում է։ Հիմա կարևոր չէ արդարացումը, այլ համբերությունն է կարևոր, հանուն երեխաների, հանուն ընտանիքի, նա պետք է դիմանա։ Բայց Աննան դեռ մի բան չի գիտակցում, որ ամենամեծ ցնցումը դեռ առջևում է։ Աննան դեռ չգիտի, որ իր դուստրը իրականում ողջ է, որ նա այն նույն Անգելինան է, ում աչքերի մեջ իր աչքերի արտացոլանքն է։ Եվ երբ այդ ճշմարտությունը ի վերջո բացահայտվի, լինելու է վերջին կաթիլը, վերջնագույն բացահայտումը, որ կփշրի ամեն ինչ, ինչը փորձում է դեռևս փրկել Միքոն։ Որովհետև պարզվելու է, որ ոչ միայն տարիներ շարունակ հավատացել է իր երեխայի մահվանը, որ Միքոն ոչ միայն զրկել է իրեն հարազատ դստերը սիրելու ու փայփայելու երջանկությունից, այլ հետո էլ ստել է ասելով, թե Անգելինան իր աղջիկն է, որպեսզի բաժանի Հենրիին ու Անգելինային, ստել է հերթական անգամ իր շահի համար։ Եվ այդ օրը շուտով գալիս է։ Աննան իմանում է ճշմարտությունը։ Իսկ Սոսը չնայած ցնցված է, բայց մեկ ակնթարթում լուսավորվում է։ Անգելինայի ողջ լինելը նրա համար նվեր է անցյալից։ Նա գիտի, ոչինչ չի կարող հետ բերել կորցրած տարիները, բայց հիմա գոնե կարող է ապրել գիտակցումով, որ իր դուստրը ողջ է ու այդքան մոտ։ Իսկ Լիլիթի ու Միքոյի համար սա հարված է, ուղիղ այնտեղ, որտեղ իրենք ամենաշատն էին փորձում վերահսկել։ Այսուհետ ինչ էլ լինի, Աննան ու Սոսը կապված են միմյանց հետ ընդմիշտ իրենց երեխայով։ Եվ այդ կապը ոչ թե զգացմունքային է, այլ կենսական, չխզվող։ Ամեն ինչ փոխվում է։ Այլևս ոչ մեկի խաղն ու սուտը չի կարող փրկել իրավիճակը։ Իսկ ճշմարտությունը, որքան էլ դաժան ու ցավոտ լինի, հիմա ունի նոր անուն՝ Անգելինա, որի շուրջ պտտվում են բոլոր իրադարձությունները։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան այսուհետ, իմանալով ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.